Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանի ցանկացած հրապարակում ինստագրամյան հարթակում սպասված է եւ ակտիվորեն տարածվում է համացանցում։ Այսօր դերասանուհին նոր հրապարակումով է հանդես եկել, որը մեծ ուրախություն է առաջացրել հետևորդների շրջանում։ Վերջինս նոր նախագծով է հանդես գալու նկարահանվելով նոր սիթքոմում, որը կոչվում է Մամայի բալա։ Սիթքոմը հեռարձակվելու է Armenia TV-ի եթերում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Դերասանուհու հետ նկարահանվում են նաև սիրված դերասան Տարոնի Սպիրյանը, Պոնչը, ինչպես նաև այլ շատ հայտնի դերասաններ։ Այս լուրն իսկապես սպասված է դերասանուհու հետևորդների եւ երկրպագուների կողմից։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը։ Դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր։ Հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ձեզ գաղտնի է պահել, իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից, այո, սիրիլ է քեզ, ուժս, հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրում սենց պատրաստված բան վիճակները մնաց տան համարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավերաճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարան է ես օր գնացել, այս մի կողմս լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հաստատ անմոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու,
Անկան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7-ից ես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Հենց սենց գցել եմ։ Ինչ ես սարքում։ Սարքում եմ պիրոկ։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզում։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջակի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոկ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնեմ գաղտնիքները։ Չէ։ Կարոք առնչյան կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարմ է մեջը։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու է սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, ախորսանա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին։ Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորին։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մացում։ Ու հիմա է քացախ։ Վաա, այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես գցեմ մեջ։ ասում Մարիա քուրիկա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Այ։ Դե ասա հետո։ Ավելացրեց Սմետան մածուն կալաբարացյան։ Всё, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքն է սարքում, էլի սաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա սարքում է։ Ալտեն ուշա։ Կարող ես խնձոր պետքա վերջում շարենք։ Ոչ։ Մամես ինչ է։ Մամ դե խոսա։ Մամ ինչ ես։ Աղցան։ Այո։ Ինչով։ Փոփոխ։ Ծիրանի կուտ, դե չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո։ Լավ, պատրաստ տնի ցույց կտամ։ Մամ,
ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։